Բարով եք եկել Հայաստան, մի երկիր, որտեղ կա 50-ից ավել քաղաք բանտարկյալ, որտեղ իշխանություն կոչեցյալները ասպատակում են, հարձակվում են, պայքարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու տեղ։ Ճիշտ լսեցիք, Քրիստոնյա աշխարհի դարպաս հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում այսօրվա կառավարիչները պատերազմ են հայտարարել հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Դուք եկել եք մի երկիր, որի ըստ պաշտոնական տվյալների 200 քառակուսի կիլոմետրից ավելը օկուպացված է Ադրբեջանի կողմից, որի զավակները Ադրբեջանի Բաքվի բանտերում տանջվում են։ Դուք եկել եք մի երկիր, որի իշխանություններ կոչեցյալը մինչ օրս չգիտեն, թե հստակ քանի անհայտ կորած կա մեր երկրից։ Մենք բացարձակ հույս չունենք, որ կառավարիչները դրա մասին կխոսեն։ Կառավարիչները նույնիսկ չեն խոսում, երբ Ադրբեջանի նախագահը Բաքվից այստեղ տեսակապով հաթաթա է տալիս։ Բայց դուք միշտ խոսել եք այդ արժեքների մասին։ Հիմա դուք պետք է որոշեք։ Դուք ավելի շատ ծառայում եք աշխարհաքաղաքական շահերին, թե իրական արժեքներին ու ձեր իսկ պաշտպանած իբր գաղափարներին։ Հայաստանի Հանրապետությունում ձեզ ուրախ են տեսնել, բայց ուրախ չեն տեսնել որպես Փաշինյանի նախընտրական շոուի մի մաս։ Մենք հասել ենք նրան, ու դուք հասել եք նրան, որ բռնապետ Ալիևը իր երկրից բասկաթոռին ընկած հաթաթա է տալիս Եվրոպական խորհրդարանին։ Այն բանաձևերը, որ դուք ընդունել եք, դրա համար ձեզ հաթաթա է տալիս։ Դուք դա հանդուրժելու եք։ Հուսամ, որ ոչ։ Dear colleagues, welcome to Armenia. Armenia is the gates to the Christian world. But in very heart of this country, in the country that first adopted Christianity as the state's religion, Armenian Apostolic Church is under aggression by the Prime Minister, so-called Prime Minister. And you have to address that. You have to address the fact that hundreds of people are gone missing, that we have POWs in Baku jails, that we have occupied territories of our sovereign territories of Armenia, and Aliyev has no intention to leave them as of now. You call that freedom? You call that rule of law? You call that democracy? You dare to call that peace? I haven't ever heard of peace like that. Tell about the democracy to the relatives of more than 50 political prisoners in our country. More than 50 families. You should tell them about democracy, not speak about democracy in the protected halls and palaces. So we are here to say that there is no democracy in our country. There are political prisoners in our country. There are POWs in Baku. There are people gone missing. Armenian sovereign territories are occupied, and we are demanding freedom, 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 freedom. Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ Media AM կայքում։